Այժմ ձայնը տրվում է պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին, համեցեք տիկին Ջուլհակյան։ Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը այս պաշտոնում ինձ առաջադրելու համար, սա ինձ համար մեծ պատիվ է, բայց նախ եւ առաջ շատ մեծ պատասխանատվություն է, հաշվի առնելով, որ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ազգային ժողովի ըստ էության ամենածանրաբեռնվածն է եւ գրեթե բոլոր հիմնարար օրենքները քննարկվում են հենց այս հանձնաժողովում եւ կարելի է ասել, որ այս հանձնաժողովը ազգային ժողովի շարժիչ ուժն է։ Այս հանձնաժողովում են քննարկվում պետության եւ քաղաքական համակարգի կազմակերպման առնչվող հարցերը, սահմանադրաիրավական հարցերը, ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, քաղաքական կուսակցությունների գործունեության կազմակերպման առնչվող կառուցակարգերը, դատական իշխանությանը, իրավապահ համակարգին վերաբերող հարցերը, դատաիրավական բարեփոխումները, քրեական, վարչական, քաղաքացիական օրենսդրությունը, ազգային ժողովի գործունեությունը, կանոնակարգող օրենսդրությունը եւ այլն։ Սակայն ինձ համար այս հանձնաժողովը պարզապես օրենքների նախագծեր քննարկող մարմին չէ, հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ ձևավորվում է պետության իրավական ճարտարապետությունը, ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները եւ ստեղծվում են այն իրավական երաշխիքները, որոնց վրա կառուցվում է քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ։ Ցանկանում եմ առանձնացնել երկու հիմնական ուղղություն, որոնց վրա հանձնաժողովի աշխատանքները մասնավորապես կենտրոնացել են վերջին տարիներին։ Առաջինը արդարադատության ոլորտի բարեփոխումներ։ Հայաստանում իրականացված եւ իրականացվող դատաիրավական բարեփոխումները ամրագրված նախ 2019-2023 եւ ապա 2022-2026 թվականների ռազմավարություններով ուղղված են եղել անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգի ձևավորմանը։ Այս ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարվել այդ թվում հանձնաժողովի կողմից, սակայն պետք է արձանագրել, որ առկա են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ համակարգային խնդիրներ, դատական վարույթների տևողություն, դատարանների ծանրաբեռնվածություն, դատական ակտերի կանխատեսելիության հարցեր։ Եվ սրանք խնդիրներ են, որոնց լուծման ուղղությամբ նույնպես ընդունվել են օրենսդրական կարգավորումներ, եւ դրանք բնականաբար շարունակական բնույթ են կրելու։ Հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ այս խնդիրները ոչ միայն բարձրաձայնվում են հարգելի գործընկերներ, այլ նաեւ ստանում են օրենսդրական եւ ինստիտուցիոնալ լուծումներ։ Երկրորդ ուղղությունը, որ ցանկանում եմ առանձնացնել, կոռուպցիայի դեմ պայքարն է։ Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար առանցքային դեր ունի քաղաքական կամքը, բայց այդ կամքը միայնակ հրաշքներ չի կարող գործել։ Այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ 2019-2022 եւ ապա 2022-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունները հստակ ուղենիշներ են սահմանել՝ կանխարգելում, բացահայտում եւ պատասխանատվություն, հակազդում կոռուպցիայի։ Ռազմավարության առանձին միջոցառումների իրականացման ուղղությամբ նույնպես տարվել է հետևողական աշխատանք մեր հանձնաժողովի ակտիվ ներգրավմամբ։ Ձևավորվել է նախ հակակոռուպցիոն մարմինների ստեղծման եւ գործունեության օրենսդրական հիմքերը, ապա այդ մարմիններն են ձևավորվել եւ սկսել գործել։ Այս համատեքստում հանձնաժողովի առաջնահերթություններից է հակակոռուպցիոն մարմինների գործունեության մշտադիտարկումը, օրենքների կիրառման արդյունավետության գնահատումը եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը։ Այս շրջանակներում է նաեւ, որ գործընկերներիս հետ համատեղ մշակել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով հակակոռուպցիոն կոմիտեին, քննչական կոմիտեին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, հաշվետու ենք դարձրել ազգային ժողովին եւ արդեն երկրորդ տարին է, ինչ այդ մարմիններից ստանում են եւ քննարկում նրանց գործունեության առնչվող տարեկան հաղորդումները։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մեր կողմից քննարկված եւ ընդունված կարևորագույն օրենքներից եմ համարում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որն արդեն գործում է եւ տալիս է իր արդյունքները, թեպետ դանդաղ։ Իհարկե այդ օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում վերհանված խնդիրները, ինչպես նաեւ օրենքի վերաբերյալ սահմանադրական դատարանի կայացած որոշման մեջ արձանագրված դիրքորոշումները հասցեագրվել են եւ առաջիկայում կներկայացվեն ազգային ժողովին եւ մենք հնարավորություն կունենանք նաեւ այդ շրջանակներում քննարկել այս օրենքի արդյունավետությունը եւ կատարել դրանում անհրաժեշտ համապատասխան փոփոխություններ։ Հարգելի գործընկերներ, առաջիկայում պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր սահմանադրության վերաբերյալ քննարկումների կազմակերպումը։ Անկախությունից ի վեր Հայաստանը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ։
Մենք ունեցել ենք պատերազմներ, ներքաղաքական ճգնաժամեր, հեղափոխություն, պետական ինստիտուտների վերափոխման գործընթացներ, անվտանգության լրջագույն մարտահրավերներ։ Այս ամբողջ ճանապարհի ընթացքում ձևավորվել է մի իրողություն։ Հայաստանի Հանրապետություն քաղաքացին դարձել է մեր պետության իրական տերը։ 2018 թվականի ժողովրդավարական փոփոխությունները վերջնականապես ամրագրեցին այն սկզբունքը, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է եւ պետական համակարգի լեգիտիմությունը բխում է բացառապես քաղաքացիների ազատ կամ արտահայտությունից։ Սակայն ժողովրդավարական լեգիտիմության այդ գործընթացը պետք է ստանա նաև իր ամբողջական սահմանադրական արտահայտությունը։ Մենք պետք է ունենանք սահմանադրություն, որի հեղինակն իրականում ժողովուրդն է։ Սահմանադրություն, որի նկատմամբ հանրային վստահությունը այլևս կասկածի տակ չի դրվի։ Սահմանադրություն, որը կդառնա ոչ թե քաղաքական ուժերից որևէ մեկի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր համաձայնության փաստաթուղթը։ Հենց այստեղ ես տեսնում եմ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր առաքելությունը։ Հանձնաժողովը պետք է դառնա այն քաղաքական եւ մասնագիտական հարթակը, որտեղ կձևավորվեն Հայաստանի նոր սահմանադրական ապագայի հիմքերը։ Բայց մենք չենք կարող խոսել նոր սահմանության մասին առանց պատասխանելու մեկ հիմնարար հարցի. ինչ պետություն ենք կառուցում, ինչ պետություն ենք ուզում փոխանցել մեր երեխաներին, ինչ սկզբունքների վրա պետք է հիմնված լինի Հայաստանի Հանրապետության հաջորդ փուլը։ Պատասխանը կարծում եմ հստակ է, հարգելի գործընկերներ։ Մենք կառուցում ենք իրավական պետություն, որտեղ ոչ ոք օրենքից վեր չէ եւ չպետք է լինի։ Իրավական պետություն, որտեղ իշխանություն իրականացվում է ոչ թե անձերի, այլ ինստիտուտների միջոցով։ Իրավական պետություն, որտեղ պետական իշխանությունը հաշվետու է ժողովրդին, դատարանը ենթարկվում է միայն սահմանադրությանը եւ օրենքներին։ Նոր սահմանադրությունը պետք է ամրագրի հենց այս տեսլականը։ Այն պետք է ամրապնդի մարդու արժանապատվությունը որպես սահմանադրական կարգի առանցքային արժեք։ Այն պետք է առավել հստակ սահմանի պետական իշխանության սահմանները։ Այն պետք է երաշխավորի արդյունավետ հակակշիռների եւ զսպումների համակարգ։ Այն պետք է ապահովի պետական կառավարման կայունությունն ու արդյունավետությունը, միաժամանակ պահպանելով ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները։ Հարգելի գործընկերներ, սահմանադրությունը սակայն չի կարող լուծել բոլոր խնդիրները։ Միաժամանակ ոչ մի պետություն չի կարող լուծել իր հիմնարար խնդիրները, եթե չունի ուժեղ սահմանադրական հիմք։ Հետևաբար պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ միայն սահմանադրության մշակմանը եւ ընդունմանը, այլև այն միջավայրի ձևավորմանը, որտեղ սահմանադրական արժեքները դառնում են իրականություն։ Այդ նպատակով հանձնաժողովի աշխատանքի առաջնահերթություններից մեկը պետք է լինի արդարադատության համակարգի հետագա զարգացումը։ Քաղաքացին պետք է վստահ լինի, որ դատարան դիմելու դեպքում կստանա արդար եւ անաչառ քննություն։ Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե դատարանի նկատմամբ վստահությունը ցածր է։ Պետությունը չի կարող լինել ժողովրդավարական, եթե արդարադատությունը հասանելի չէ։ Պետությունը չի կարող մրցունակ լինել, եթե օրենքի գերակայությունը լիարժեք չի գործում։ Հետևաբար հանձնաժողովը պետք է շարունակի աջակցել դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության անկախության ամրապնդմանը, արդարադատության մատչելիության բարձրացմանը եւ իրավական համակարգի արդիականացմանը։ Միևնույն ժամանակ պետք է շարունակենք օրենսդրության որակի բարձրացման աշխատանքները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հասկանա օրենքը, պետական մարմինը պետք է կարողանա կիրառել օրենքը, դատարանը պետք է կարողանա կանխատեսելի կերպով մեկնաբանել օրենքը։ Լավ օրենքը միայն իրավական փաստաթուղթ չէ։ Լավ օրենքը քաղաքացիների վստահության աղբյուր է եւ հակառակը վատ օրենքը անվստահության աղբյուր։ Հետևաբար պետական իրավական հարցերի հանձնաժողովը պետք է դառնա բարձրորակ օրենսդրության մշակման եւ փորձաքննության կենտրոն։ Միաժամանակ նաեւ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է իր օրենսդրական վերահսկողական գործառույթների շրջանակում նաեւ հետ օրենսդրական վերահսկողություն իրականացնի արդեն իսկ ընդունված օրենքների նկատմամբ եւ ստուգի արդյոք որքանով արդյունավետ են աշխատում այն օրենքները, որոնք որ ընդունվել են ազգային ժողովի կողմից։ Հարգելի գործընկերներ, լիովին գիտակցում եմ, որ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչ միայն վարչական եւ կազմակերպչական գործառույթներ իրականացնելու մասին է, այլ առանցքային դերակատարության Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի զարգացման, պետական ինստիտուտների ամրապնդման եւ հանրային վստահության բարձրացման գործում։ Եվ ձեր քվեին արժանանալու դեպքում աշխատելու եմ կառուցողական համագործակցություն ապահովելու շուրջ։ Բնականաբար պատրաստ եմ աշխատել բոլոր խմբակցությունների, բոլոր պատգամավորների հետ անկախ քաղաքական դիրքորոշումներից, քանի որ իրավական պետության կայացումը վեր է կուսակցական շահերից։ Վստահ եմ, որ բավարար քաղաքական կամքի դրսևորման դեպքում միասին կարող ենք ապահովել հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։ Այսքանով կսահմանափակվեմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Եթե հարցեր ունեք, ենթադրում եմ, որ կունենաք, սիրով կպատասխանեմ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։